Սևանի ավազե ափին, գույնզգույն դրոշակներ ու հարյուրավոր կանաչ վրաններ են։ Seaside Startup Summit-ն է սկսվել։ Այս մեծ հավաքը հանդիպան վայր է նաև ստարտափերների ու հանքարդյունաբերության առաջատարների համար։ Mining Innovation Summit նախագիծն է ուշադրության կենտրոնում։ Այն համախմբում է հանքարդյունաբերության մասնագետների, ստարտափերների, ներդրողների ու միջազգային փորձագետների։ Նախաձեռնության գլխավոր գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Հանքարդյունաբերության ու IT մասնագետները մեկ շաբաթ նորարարական գաղափարներ են քննարկելու։ Ժամանակակից հանքարդյունաբերությունը առանց տեխնոլոգիական ոլորտի չի կարող աշխատել, նաև ինչ խոսք առանց IT ոլորտի։ Եթե մենք տասնյակ տարի առաջ ունեինք 1-2 աշխատող IT ոլորտից, ովքեր որ ապահովում էին մեզ համակարգիչների նորմալ աշխատանքը կամ ինտերնետ, այսօր հանքարդյունաբերության առանցքային մասն է կազմում տեխնոլոգիական ոլորտը։ Հանքարդյունաբերության հայաստանցի մասնագետները IT ծրագրերը արտասահմանում են պատվիրում։ Ուզում են հայ ծրագրավորողների հետ ավելի շատ աշխատել, որ մեր երկրում ստեղծվի այն, ինչ պետք է հանքերը շահագործելու համար։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակով մենք ունենք տասնյակ միլիոնավոր դոլարի ծրագիր թվայնացման։ Առանց թվային մոդելների անհնար է ընդերքից արդյունահանում անել, ասում է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահը։ Հսկայական թվային հնարավորություն է ստեղծում թվային կազմակերպությունների համար, բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների համար տեղում Հայաստանում։ Իրանք կարող են առաջարկեն իրանց ստարտափները այդ մեր մեծ ծրագրի շրջանակներում։ Հանքարդյունաբերության ասպարեզում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը կտրուկ նվազեցնում են, օրինակ ընդերքի հետախուզման ծախսերը։ Եթե ընդերքը հետախուզվի նախկին եղանակով, հորատել և տեսնել ինչ կա, ծախսը շատ ավելի մեծ կլինի։ Իսկ եթե կիրառվեն կանխատեսման թվային մեխանիզմներ, մաթեմատիկական մոդելավորում, ապա հետախուզման ծախսերը զգալիորեն կպակասեն, իսկ հետախուզության ճշգրտությունը էապես բարձր կլինի։ Թվային տեխնոլոգիաների շնորհիվ շատ ավելի արագ և արդյունավետ է դառնում նաև շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ազդեցությունը գնահատելու, արտանետումները նվազեցնելու գործը, ասում են մասնագետները։ Օնլայն ռեժիմով, այսպես ասած, չափի ինչպիսի արտանետումներ են կատարում, ինչպիսի արտանետում կա օդ, ջրի վրա ազդեցություն, եւ դա թվային տեխնոլոգիաներ ներդնելով դա ավելի արագ արդյունավետ ձևով այդ հարցերը կարող են լուծվել։ Հանքարդյունաբերության առաջատարները հույս ունեն, որ մեկ շաբաթում նորարարական շատ լուծումներ կգտնեն IT ասպարեզի գործընկերների հետ, որից կշահեն Հայաստանի տնտեսությունը, հայկական բնաշխարհը։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։